Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսենք Ադրբեջանի եւ Իրանի միջև շարունակվող սրվող հարաբերությունների մասին եւ լարվածության։ Շատ կարևոր տեղեկատվություններ կան այս թեմայով։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հանդես է եկել բարձրաձայն հայտարարությունով։ Ըստ իրենց, Ադրբեջանի հատուկ ծառայությունները բացահայտել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ցանց։ Եվ այդ ցանցը Բաքվի վարկածով պատրաստվում էր մի շարք ահաբեկչական հարձակումներ Ադրբեջանի տարածքում։ Ըստ իրանց ազգային անվտանգության ծառայության, ուրեմն հակահետախուզական գործողությունների արդյունքում կանխել են ահաբեկչական հարձակումներ, դիվերսիաներ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների համար հետախուզական տվյալների հավաքում։ Ամենահետաքրքիրը այն է, թե որոնք են եղել ուրեմն այդ հարձակումների թիրախները ըստ ադրբեջանական կողմի։ Սա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է, սա ըստ իրենց նաև Ադրբեջանում գործող Իսրայելի դեսպանությունը եւ Աշքենազի սինագոգը իրանց այդտեղ Ադրբեջանում գտնվող եւ լեռնային հրեաների համայնքի առաջնորդներից մեկը։ Եվ ըստ Ադրբեջանի ուրեմն պետական անվտանգության ծառայության նաև հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքում են տեղափոխվել պայթուցիկ սարքեր, որոնք հաջողվել է հայտնաբերել եւ վնասազերծել, ինչը շատ նաև կարևոր է։ Եվ գործի շրջանակներում մենք տեսնում ենք հիմա, որ ձերբակալվել են մի քանի անձ, որոնք կասկածվում են Իրանի հետ կապված կառույցների հետ համագործակցության եւ դիվերսիաներ պատրաստելու ուղղությամբ։ Առաջի հերթին ես պետք է այստեղ իհարկե գնահատական տամ սրան, ասեմ, որ մենք ձեր հետ միասին վերլուծությունով փաստացի կարողացանք ճիշտ կանխատեսել, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը կարող է հայտնվել այն թիրախներում, եւ ես կարծում եմ, որ սա իրոք այդպես է, այսինքն իմ մոտ կասկած չի առաջանում այն թեմայի շուրջ, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարները փորձել են նաև թիրախավորել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը։ Եվ դա ավելի տրամաբանական էր արել ահաբեկչական դիվերսիոն խմբերի միջոցով, քան թե խոսքին բալիստիկ հրթիռով հարձակվելիս։ Պատճառները պարզ են։ Ինչու՞։ Որովհետև բալիստիկ հրթիռով կրակելու ժամանակ պատասխանատվությունը ընկնում է Իրանի պետության վրա, եւ զուգահեռ դրա բալիստիկ հրթիռների դեմ Ադրբեջանը ունի հակաօդային պաշտպանության համակարգներ իսրայելական, որոնք հենց բալիստիկ հրթիռների դեմ բարձր էֆեկտիվություն են ցույց տալի։ Հաշվի առնելով դա ավելի ռիսկային կլիներ, իսկ ահաբեկչական այսպիսի խմբավորումներ օգտագործելը, նկատի ունեմ դիվերսիոն խմբավորումներ, շատ ավելի էֆեկտիվ է, որովհետև Ադրբեջանի բնակչության մեծ մասը շիա է, այդ շիաների ինչ-որ մասի վրա իհարկե Իրանը ունի ազդեցություն եւ շիա այդ տրամաբանությունով, այսինքն բոլոր այն մարդիկ, ով շատ են խորացած կրոնական առումով հենց շիա իսլամի մեջ, իրանք ուզես չուզես կապեր ունեն Իրանի հետ, որովհետև շիա աշխարհի առաջնորդը Իրանի Իսլամական Հանրապետությունն է եւ այս ռեժիմը, այաթոլլան եւ այլն, եւ այդ տրամաբանությունով իհարկե Ադրբեջանում կարող են եւ կան հաստատ մարդիկ, ով աջակցում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, այլ ոչ թե Թուրքիայի հետ մեկազգ լինելու թուրքական այդ ծրագրին, ոչ թե Ադրբեջանի Իսրայելի հետ մոտեցման այդ գործընթացին եւ լավ հարաբերություններին։ Ուստի մենք ձեր հետ միասին այստեղից կարող ենք հստակ արձանագրել, որ այդպիսի մարդիկ, քաղաքացիներ հաստատ Ադրբեջանում կան եւ իհարկե Իրանը հաշվի առնելով դա շատ հեշտ կլիներ Իրանի համար այդ մարդկանց ներառել այս գործողությունների մեջ։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, մենք սրա մասին ձեր հետ խոսել ենք, ապահովում է հենց Իսրայելը նավթով 30%-ով եւ հաշվի առնելով դա 30% Իսրայելի պահանջարկն է մոտավորապես ապահովում, հաշվի առնելով դա, երբ Իրանը ասել էր, որ խոցելու է տարածաշրջանում նավթի մատակարարման ուղիները, ապա միանգամից մենք ձեր հետ միասին արդեն այդտեղ սկսեցինք վերլուծել այն, որ հարվածի տակ կարող է հայտնվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը։
Տեսեք, այստեղ գնահատականների հարց չէ, դա իրականում որևէ այսպիսի հարվածներ եւ այլն առհասարակ իրանք չեն կարող լինել կայունացնող, որովհետև սա կարա բերի ավելի մեծ ապակայունացնող գործընթացների, այսպիսի պայթյուններ եւ այլն, իսկ ամենավտանգավորը այդ թվում Հայաստանի Հանրապետության համար ստեղծված իրավիճակում դա տարածաշրջանում ել ավելի խորացող ապակայունացված իրավիճակն է, որովհետև այդ իրավիճակում կարող է հայտնվել այն սցենարը, որի մասին մենք ձեր հետ խոսում էինք, այդ թվում երեկ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են սկսել ռազմական գործողություններ Իրանի դեմ, որի դեպքում Հայաստանը կարող է հայտնվել սահմանը կորցնել Իրանի հետ, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են զբաղեցնել ամբողջությամբ այդ տարածքը։ Դա շատ վտանգավոր սցենար է, շատ լուրջ վտանգներ պարունակող եւ ուստի Ադրբեջանի եւ Իրանի միջև սրվող հարաբերությունները այն չէ, ինչ Հայաստանի համար ձեռնտու է եւ Հայաստանը պետք է այստեղից նաեւ Հայաստանի իշխանությունները իհարկե նկատի ունեմ հանրությունը նաեւ հասկանա, որ որևէ ձև մեզ ձեռ չտալի Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների սրվելը եւ պատերազմը, որ ստանա լայնածավալ տարածաշրջանային պատերազմ։ Բոլոր վատ բաները ոչ միայն մեր ազգի, այլ առհասարակ մարդկության պատմության մեջ տեղի են ունենում լայնածավալ պատերազմների ժամանակ, հատկապես գիտեք, հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել առաջին համաշխարհայինի ժամանակ եւ այլն։ Այսինքն պատերազմները երբ ընդլայնում են, իրանք դառնում են ավելի այսպես ասեմ, այսպիսի մի միջոց, որի շնորհիվ տարբեր ուրիշ բաներ են նաև զուգահեռ տեղի ունենում եւ ուշադրությունը շեղվում է այդ առումով հենց դեպի գլխավոր այդ պատերազմի, այսինքն այս դեպքում խոսք նրա մասին, որ իբրև որևէ մեկը համարում է, ես տեսնում եմ մեկ-մեկ տարբեր հարթակներում, մեկնաբանություններում, որ սա կարա դրական զարգացում լինի, ոչ կտրուկ բացասական Ադրբեջանի եւ Իրանի միջև հարաբերությունների սրումը։ Մենք ձեր հետ մանրամասն խոսեցինք զարգացումների մասին այս ուղղությամբ եւ պետք է այստեղ եւս մեկ անգամ ասեմ, որ շատ կարեւոր է հիմա հետևել, թե ինչ է տեղի ունենում կոնկրետ այս ուղղությամբ Թուրքիա, Ադրբեջան, Իրան, այս խաչմերուկում, որտեղ որ նաեւ Հայաստանը գտնվում է։ Այստեղ պետք է ասել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա եւ այդտեղ հիմա ուրեմն վարում է բանակցություններ եւ կարծում եմ, որ գնում է կոորդինացման գործընթաց է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը հաշվի առնելով այս նոր տեղեկատվությունները, որոնցով ես ձեր հետ կիսվեցի, կարելի է արդեն ասել, որ ել ավելի սրման կգնա, որտեղ սա հենց ինքը 90-ից ավել տոկոսով սա իրոք տեղի է ունեցել եւս մեկ անգամ այս ձերբակալումները, բայց զուգահեռ դրա չմոռանանք, որ ժամանակը ձևը հայտարարությունները կարող են նաև նրա հետ կապ ունենալ, որ Ադրբեջանը շարունակում է գնալ Իրանի հետ հարաբերությունների սրման օրակարգով։ Հիմա մենք եւս մեկ անգամ պետք է կարճ ընդգծեմ, որ սա լայնածավալ գործընթացների մաս է։ Իրան-Ադրբեջան հարաբերություններն են սրվում, Իրան-Թուրքիա բուֆերային տարածքի թեմա կա, քրդերի ուղղությունով նաև լուրջ զարգացումներ կան, եւ մենք հիմա ձեր հետ միասին դա կքննարկենք, որովհետեւ այդտեղ շատ հետաքրքիր փոփոխություններ կան եւ արաբների ուղղությունով այս պահին նոր զարգացումներ չկան, բայց այդ թեման մնում է օրակարգում։ Միջև անցնենք ուրեմն հարցին, որը վերաբերվում է հենց քրդերի ակտիվությանը այստեղ, ասեմ ձեզ, որ նաև ֆրանսիական ավիակիրը գալիս է տարածաշրջան, դա նաև շատ կարևոր է, Շարլ դե Գոլը արդեն Հիբրալտարի նեղուցը անցավ եւ մոտենում է, այսինքն մի քանի օրում կլինի Կիպրոսի մոտ, երկու նաև ֆրանսիական կործանիչ նավի հետ միասին, մեկ իսպանական, մեկ հոլանդական, մեկ իտալական նաև, մի խոսքով այսպիսի եվրոպական խմբավորում է գալիս դեպի արևելյան միջերկրական ծով, բայց միջև անցնեմ քրդերի կարևոր հարցին, հիշեցնեմ ձեզ հարգելի այրենակիցներ, որ շատ կարևոր է անպայման լայքել այս վերլուծությունը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք, միացեք ալիքին, դառեք անդամ եւ ուրեմն
հատկապես արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները կարող են անդամ դառնալ ալիքին, դրանով համ աջակցում եք ալիքին, համ էլ ստանում եք հնարավորություն հավելյալ վերլուծություններ դիտել տարբեր կարևոր հարցերի շուրջ։ Եվ այսպես, հետաքրքիր է, որ տեղեկատվություն է գալիս Իրաքի Քուրդիստանի շրջանից եւ այդտեղ տեսնում ենք, որ տարբեր աղբյուրները ասում են, որ իրանք հետ են քաշում զորքերը, քրդերը Իրանի հետ սահմանից, Պեշմերգան, որովհետեւ ըստ այդ ուժերի հայտարարությունի Իրանը ուրեմն սպառնում է հարվածներ հասցնել Իրաքի Քուրդիստանի կառավարության վրա եւ իրանց կառավարման համակարգի վրա, եթե քրդերը դիմեն ուրեմն այսպիսի գործողությունների եւ ներխուժեն Իրանի տարածք եւ սկսեն աջակցությունը այդտեղ քրդերի, որ անջատողական գործողություններ տեղի ունենան։ Սա շատ կարեւոր է, հետաքրքիր տեղեկատվություն է եւ դա ապացուցում է նաեւ այն փաստը, որ դեռ 3 ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել, ուրեմն կոնկրետ պեշմերգաների վրա Իրաքի Քուրդիստանի շրջանում, նաև այդ հատվածում եւս հարվածներ է տեղի ունեցել բալիստիկ հրթիռների միջոցով, այո, եւ պետք է ասել, որ հարվածներ է տեղի ունեցել ինչպես սահմանամերձ հատվածում, այդպես էլ Էրբիլի ուղղությունով։ Էրբիլը ուրեմն պաշտոնական ասեց, որ ուրեմն պահանջում է նաև, որ Բաղդադը միանա այս գործընթացներին։ Հետաքրքիր է, որ հարվածներ նաև Էրբիլում տեղի են ունեցել 3 եւ այդ հարվածները կազմակերպվել էր ոչ թե Իրանի տարածքից, այլ հենց Իրաքի տարածքից, այդպես կոչված, մենք ձեր հետ դրա մասին խոսել էինք, Աշշաաբի իրանական աջակցություն ունեցող շիիտական տերորիստական խմբավորումները, նաև կա Հեզբոլլա Իրաքում այսպիսի կազմակերպություն, Հեզբոլլա գիտեք, Լիբանանում է, շատ անգամ խոսում ենք ձեր հետ դրա մասին, բայց նաև կա Հեզբոլլա Լիբանում, իրանք հարվածներ են հասցրել Էրբիլում, այսինքն հենց մայրաքաղաքում Իրաքի Քուրդիստանի եւ այդտեղ մենք տեսնում ենք նաեւ օդանավակայանի վրա հարվածներ, մի խոսքով պատերազմը փաստացի տարածվեց նաեւ այսպես ասեմ քրդերի ուղղությամբ եւ դա կապ ունի նրա հետ, որ փաստացի քրդերը պետք է դառնային առաջի այդպիսի ուժը, որը կներքաշվեր պատերազմի մեջ։ Բացի դրանից Մոսուլում Միացյալ Նահանգների ուղղաթիռի ուղղությամբ տեղի ուրեմն շիիտական խմբավորումները կրակ են բացել եւ այդ ուղղությամբ նաեւ կա լարվածություն։ Այսինքն, հարգելի այրենակիցներ, քրդական ուղղությունը ձեր համար պարզ է, ադրբեջանական ուղղությունը նաեւ սկսում է զարգանալ եւ արեք ուղիղ ասենք, սա իհարկե մտնում է այս պայծրությամբ Իսրայելի շահերի մեջ, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լարվեն եւ գուցե իջիջ ռազմական գործողություններ լինի։ Սա չի նշանակում, որ Իսրայելի շահերի մեջ է, որ Իրանը փլուզվի, հատկապես Միացյալ Նահանգների շահերի մեջ Իրանի փլուզումը չի գտնվում այդ շահերի մեջ, Իրանի ռեժիմի փոփոխությունը եւ ուրեմն կոնկրետ շահի Ռեզա Փեհլևի իշխանությունն է օրակարգային Ամերիկայի համար, բայց ամեն դեպքում հիմա Իրանը գտնվում է շատ ծանր իրավիճակում։ Մի կողմից Ադրբեջանի հետ խնդիրներ կան, մյուս կողմից Թուրքիայի հետ կարող է բուֆերային տարածք ձևավորվի, երրորդ կողմից դա քրդերն են, որոնք այդտեղ նաև փաստացի փորձում են ինչ-ինչ գործողություններ սկսել, չորրորդ ուղղությունը դա արաբներն են Ահվազի շրջանում, որի մասին մենք ձեր հետ նաև մանրամասն խոսել ենք, բալոչները կամ բելուջները տարբեր ձև են իրենց կոչում, նաև առանձին ուղղություն են, որտեղ որ հնարավոր է ռազմական գործողություններ եւ ակտիվություն, այսինքն ամբողջ Իրանը այսպես համ հարվածների տակ է գտնվում, համ էլ տարբեր ուղղություններով խնդիրներ ունի, սա ընդհանուր քաղաքականություն է, իհարկե Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռեժիմի տապալման ուղղությունով, այսինքն գլխավոր նպատակը այս ուղղությամբ իհարկե ռեժիմի տապալումն է։ Ասեմ ձեզ, որ հիմա կոնկրետ այս պայծրությամբ Երևանի ժամով ժամը 10-ն է, մարտի 7-ն է, անցավ 1 շաբաթ ռազմական գործողություններից եւ պետք է ասեմ, որ լուրջ նվազել են ռազմական գործողությունների
ծավալը, նկատի ունեմ իրանական կողմից հարվածները դեպի Իսրայել նվազել է 90%-ով մոտավորապես, այսինքն եթե այն ժամանակ 10 հրթիռ էին կրակում, հիմա 1 հրթիռ են կրակում, եւ դա իհարկե խոսում է նրա մասին, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները էֆեկտիվ են, հատկապես որ խոսում են այն ուրեմն զենքի միջոցները, որոնց շնորհիվ կիրառվում են բալիստիկ հրթիռները։ Մեկ ժամ առաջ առավոտյան հարվածներ են շարունակվել Քարաջում, Քոմում, Թեյրանում, դեպի Թեյրան առավոտյան, կարելի ասել ամեն առավոտյան Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսում, նաև ուրեմն օդանավակայանները ոչնչացնելու ուղղությունով էլ են քայլեր արվում կոնկրետ։ Բահրեյնում գիշերվա ընթացքում նաև հարվածներ էին, սա շատ կարևոր է նշել։ Բահրեյնում նաև պետք է ասել, որ այո, ամբողջ գիշերվա ընթացքում բալիստիկ հրթիռները մի քանի հյուրանոց են խոցել Մանամայում եւ Բահրեյնում այդպիսի լուրջ հարվածները նաև քննադատության պատճառ են դառել։ Պետք է ասել, որ գիշերվա ընթացքում նաև հակաօդային պաշտպանությունը գործել է Միացյալ Արաբական Էմիրություններում եւ ուրեմն այդտեղ խնդիրներ կային, որովհետեւ Իրանը շարունակել է կիրառել ուրեմն նաև տարբեր ԱԹՍ-ներ եւ բալիստիկ հրթիռներ Միացյալ Արաբական Էմիրությունների դեմ։ Բացի դրանից պետք է նաև ասել, որ ըստ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների տվյալներով Ռուսաստանը մատակարարում է Իրանին տեղեկատվությունով Միացյալ Նահանգների ռազմական ուժերի եւ ռազմակայանների մասին եւ օգնում Իրանին, որ հարվածներ հասցնի Միացյալ Նահանգների ուժերի դեմ։ Զուգահեռ դրա Չինաստանը, ըստ Միացյալ Նահանգների հետախուզական տվյալների, պատրաստվում է կամ հնարավոր է պատրաստվում է ֆինանսական աջակցություն տրամադրի Իրանին, նաև ուրեմն բալիստիկ հրթիռների եւ ԱԹՍ-ների համար անհրաժեշտ հումք եւ միջոցներ տրամադրի եւ սրա մասին տարբեր աղբյուրներ են խոսում, չնայած նրա, որ Պեկինը ընդհանուր առումով մնում է դեռ սահմանափակված մասնակցություն ունի այս գործընթացներում։ Բացի դրանից պետք է ասել, որ տեսնում ենք, ինչպես արդեն ասացի, ֆրանսիական ավիակիրը գալիս է Կիպրոսի ուղղությունով, որովհետև երեկ նաև եղել է այդտեղ տագնապ Կիպրոսում, իրավիճակը այսինքն դեռ շարունակվում է լարված լինել եւ Կիպրոսի անվտանգությունը կարևոր հարց է։ Բասրայի ուղղությունով Իրաքում նաև հարվածներ են տեղի ունեցել Միացյալ Նահանգների այդտեղ ռազմական չէ, տարբեր ընկերությունների դեմ եւ այդտեղ կրակ է նաև ուրեմն եղել, այրվել է ինչ-ինչ վայրեր։ Քուվեյթում նաև հակաօդային պաշտպանությունը գիշերվա ընթացքում աշխատում էր, դա էլ նաև կարևոր է, եւ Սաուդյան Արաբիայում նաև 3 բալիստիկ հրթիռ են կարողացել խոցել, որոնք ուղղվում էին դեպի Պրինց Սուլտան ամերիկյան ռազմակայան։ Այսպիսին է իրավիճակը այս հատվածում, պետք է ասել, որ նաև երեկոյան կրակել են նաև Իսրայելի ուղղությամբ, 1 բալիստիկ հրթիռ իր մասերը ընկել է Հորդանանի տարածքում, ԱԹՍ-ներ նաև խոցվել են Սիրիայի օդում, նաև պետք է ասել, որ Հորդանանի հակաօդային պաշտպանությունը նաև աշխատել է եւ Իսրայելի ուղղությամբ եկող հրթիռները խոցել է, զուգահեռ դրա պետք է նաև ընդգծել, որ Թել Ավիվում ընկել է բալիստիկ հրթիռի ինչ-որ մաս, խոցելու ժամանակ դա նաև տեղի է ունենում, եւ իսրայելական ուժերը հայտարարում են, որ շարունակում են գործողությունները այս ուղղությամբ, այսինքն դա նաև կարևոր մաս է մնում այս ամբողջ իրականության։ Հիմա հարգելի հայրենակիցներ, այստեղ կան տարբեր վտանգներ, պետք է ասել, որ վտանգները այս պայծրությամբ իհարկե վերաբերվում են նրան, որ կոնկրետ մեր համար հետաքրքիր է, թե ինչ աջակցություն կարող է տրամադրի Չինաստանը, այսինքն Չինաստանի մասնակցությունը այստեղ պատերազմում իհարկե լուրջ կարա փոխի իրավիճակը, բայց ինչ աստիճանով մասնակցությունը դա մոտակա օրերի ընթացքում երևի պարզ դառնա։ Քրդերի մասնակցության հարցը իրոք
չեղարկվել է թե ոչ, դա նաև կարևոր է եւ կարծում եմ, որ մոտակա օրերի ընթացքում կամ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա քրդերի դերը այս նոր ռազմական գործողություններում եւ Ադրբեջանը։ Եթե Ադրբեջանը շարունակի սրել իրավիճակը, ասեմ ձեզ, որ իրանք ռազմական իրանց հնարավորությունները մոբիլիզացրել են սահմանին, այսինքն Ադրբեջանը պատրաստ է ռազմական գործողությունների համար։ Եթե Իրանը շարունակի թուլանալ, հնարավոր է, քիչ հավանական է ամեն դեպքում այս պայծրությամբ, բայց հնարավոր է, որ Իլհամ Ալիևը ուրեմն գնա դեպի ռազմական էսկալացիա։ Որովհետև տեսեք, ես նաև դիտում եմ մի քանի իրանց կարևոր վերլուծաբանի կամ խոսող այսպես հայտարարություններ անող անձնավորության Տոֆիկ Զուլֆուգարովը խոսքին նախկին արտաքին գործերի նախարարն է Ադրբեջանի եւ հիմա այսպիսի կտրուկ դեր է զբաղեցնում, մի խոսքով այնպիսի բաներ է ասում, որ դա պաշտոնական դիրքից շատ ավելի խորն է, ասում է, որ կառավարման հետ խնդիրներ կան Իրանում եւ ներսում նաեւ պայքար է տեղի ունենում իշխանության համար։ Մյուս կողմից ինքը հստակ ասում է, որ Ալիևի հայտարարությունը շատ խիստ էր եւ որ ուրեմն ամենաբարձր աստիճանի պատրաստվածության են բերված Ադրբեջանի զինված ուժերը, ինչը շատ լուրջ է։ Պեժեշկյանից կոնկրետ սպասում են բացատրություններ։ Պեժեշկյանը, գիտեք, ադրբեջանցի է, ծագումով թուրք է, եւ նաեւ պետք է ասել, որ Տոֆիկ Զուլֆուգարովը ասում է, որ Իրան անվանումը 1935 թվականին է ստեղծվել, ըստ իրեն, իսկ մինչև այդ դարերով Իրանը կառավարել են թուրքական ուրեմն տոհմերը եւ նրա փոխարեն, որ Իրանը բաժանվի, ուրեմն քանդվի եւ կամ հարավային Ադրբեջան ձևավորվի, Զուլֆուգարովը առաջարկում է խոսել նրա մասին, որ տեղի ունենա այսպիսի փոփոխություն Իրանի կառավարման համակարգի, Իրանի պետության, տեսեք ինչ է ասում, եւ նորից, որ ադրբեջանական, թուրքական հիմքի վրա կառավարումը Իրանում տեղի ունենա, այլ ոչ թե պարսկական։ Սա շատ հետաքրքիր կարծիք է, այսինքն ըստ իրեն ոչ թե մի մասն է Իրանի իրանց հետաքրքրում, այլ ամբողջ Իրանը, որ թուրքական պետության կարգավիճակ ստանա մոտավորապես, այդ է առաջարկում Տոֆիկ Զուլֆուգարովը։ Սա շատ իհարկե պատմականորեն ըստ իրեն եղել են այդպիսի հնարավորություններ եւ ժամանակահատված, երբ կառավարել են, իրոք եղել է, երբ կառավարել են թուրքական ծագում ունեցող մարդիկ, նկատի ունեմ այդ կայսրական տոհմեր եւ այլն, որոնք ուրեմն իրանական պետության կամ ավելի ճիշտ քաջառների խոսքին այդտեղ կայսրություն կար եւ այլն, այդ կայսրությունների ղեկավարներն եղել։ Այսինքն այդ տրամաբանության մեջ իրականում դա ինչքանով իրատեսական է այսօր, դա շատ բարդ է ասել, շատ բարդ։ Դա կնշանակեր, որ փոքրամասնությունը պետք է կառավարի մեծամասնությունով, մոտավորապես այն, ինչ Սիրիայում էր տեղի ունենում, չգիտեմ, անկեղծ ասած, ինչքանով սա իրատեսական է։ Այսինքն Իրանը, որ չի համաձայնվի դրա վրա, հասկանալի է, որտեղ այնտեղ պարսիկները ունեն ամենակարևոր դերը, բայց դա իրատեսական է, եթե խոսք է գնում ոչ միայն հարավային Ադրբեջանի գրավման մասին, այլ որ հարավային Ադրբեջանը նաև մնացած Իրանը կարողանա գրավել, վերահսկել եւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որ կարողանան ամբողջությամբ Իրանը իրենց ազդեցության գոտի դարձնել, մի փոքր բարդ բան է իրոք, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, որ սրա մասին խոսում է կոնկրետ Տոֆիկ Զուլֆուգարովը։ Եվ նաև հետաքրքիր է ուրեմն ուրիշ նաև զարգացումները եւ քննարկումը, այդ թվում խոսքին այստեղ տեսնում եք Ջավանշիր Ախունդովի հայտարարությունները, եւս մեկ իրանց վերլուծաբանի, որը խոսում է նրա մասին, որ ուրեմն ենթակառուցվածքների վրա հարվածները շարունակվելու են ենթադրաբար, որովհետև Իրանում Խամենեիի սպանության հետո տարբեր մոտեցումներ կան եւ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի երկաթի բռունցքով նաեւ կիրառի երկաթի բռունցքը, այսինքն այնինչ Ղարաբաղում մեր դեմ էին իրանք, նկատի ունեմ հայերի դեմ, հա, ասում, որ այս
երկաթի բռունցքով իրանք հարված հասցրեցին եւ այլն, այսինքն դրանց բրենդինգն է հիմա, ապա պետք է ասել, որ հիմա այս բրենդինգը նաև փորձում են կիրառել Իրանի դեմ, այսինքն ադրբեջանական վերլուծաբանները եւ ԶԼԲ-ները չեն հերքում Իրանի հետ ռազմական գործողությունների, լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը, սա շատ կարևոր է։ Եվ մենք ձեր հետ միասին իհարկե կշարունակենք հետևել այս բոլոր զարգացումներին, որովհետև սա մեծ նշանակություն ունի, կարծում եմ հետաքրքիր էր։ Հարգելի այնիկիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար, չենք մոռանում լայքել, գրել ձեր մեկնաբանությունները եւ նաեւ միանալ, բաժանորդագրվել եւ անդամակցել ալիքին, կհանդիպենք, ցտեսություն։